ես անիծված կողմերում, նավապետ։ Սկզբից խոստացաք, որ գնում ենք գանձ փնտրելու, իսկ հիմա Ատլանտիդայից եք խոսում։ Կյանքս ծովերում եմ մաշել, նավապետ։ Երդում եմ ծխամուրջովս։ Սուտ բան է։ Քեզ նման անհավատին լսողը ոչ մի հայտնագործություն չի անի։ Գանձերը թողած հայտնագործության հետևից ենք ընկել։ Մի փնփնթա։ Ազնական դասիր հրամանոս։ Նավապետ! Նավապետ! Կանչում են նավապետ։ Իսկ իր ձայներ։ Հա? Այս նեղ պահին խեղդող կիններ պակաս։ Երևի նրան առևանգել են ծովահենները ու հետո գցել օվկիանոսը։ Փրկել է պետք։ Կարող է տանի, բայց նավի վրա կանայք ձախորդություն են բերում։ Առանց նախապաշարումների։ Իջեցնել մակույկը։ Մի նեղ սրտիր։ Փրկել խեղդվողին։ Դանդաղ ընթացքով առաջ։ Իջեցնել խարիսխը։ Նավապետ։ Դու որտեղից լույս ընկար։ Հրաշքես ինչ է։ Սա էր պակաս։ Իսկ դեպի ուր էիր նավարկում։ Հեռու, ասենք Զատկի կղզի։ Իսկ ավելի մոտիկ ու հետաքրքիր տեղ չկա։ Մոտիկ։ Հրեն են ամրոցը։ Արդեն 1000 անգամ մտել դուրս եմ եկել։ Անունդ ինչ է։ Նվարդ։ Իսկ քոնը։ Տիգրան։ Հանգստանալու ես եկել։ Չէ, հայրիկս աշխատելու է ձեր գյուղի հիվանդանոցում։ Ինչ գյուղ։ Մերը քաղաք է։ Թերթերում էլ գրեցին, որ քաղաք է։ Հա, հայրիկս էլ է ասում, որ քաղաք է։ Բայց մայրիկս ասում է չէ, գյուղ է։ Վայ, ես ինչ էր։ Ես ինչ աղջիկ է։ Բռնացրինք։ Տիգրան։ Տիգրան, քեզ համար նամակ եմ բերել։ Դավիթն է։ Ծովահենների մանկլավիկը։ Որտեղից էլ իմացավ, որ էստեղ եմ։ Ծովահեն։ Ուրեմն ձեր քաղաքում ծովահեն էլ կա։ Վախենում ես։ Կոլոտից։ Ահա։ Հետ տեր պակաս։ Սա դրանց ճորտն է։ Ինչ կա։ Կարևոր գործ է։ Ար։ Ետ դարձ։ Դե կարթա։ Պատասխանը պետք չի։ Լսի գար։ Մենք քո երեսին կարոտ չենք։ Բայց էդ ուր ես կորել։ Ժամը 9-ին մնանք քեզ հույսով սպասող։ Գար։ Ինչ հետաքրքիր է։ Կգնաս չի։ Անպայման կգնաս։ Դե որ ասում ես։ Բա ինչու մարդ չկա։ Ով պիտի լինի։ Բայց շաբաթ կիրակի օրերին լիքը լցվում են։ Գալիս են ու գալիս։ Ասեղ գցելու տեղ չի լինում։ Ինչ գեղեցիկ է։ Իսկ այդտեղ ուրվականներ չկան։ Չէ, հա, ինչ ուրվականներ։ Վայ, էս ինչ է։ Չգիտեմ։ Ինչ լավն է։ Չես հավանում։ Ոչ։ Ախր շատ լավն է։ Կարելի է ինձ վերցնեմ։ Չէ, Ինչու։ այստեղից ոչինչ չի կարելի վերցնել։ Իսկ այն դուր ուր է տանում։ Արի գնանք տեսնենք, հա։ Այնտեղ գնալ չի կարելի։ Տես ինչ մութ է։ Այս տեղերում ով ասես կմոլորվի։ Հետո էլ ինչքան ցեն տաս լսող չի լինի։ Ինչու արի գնանք, հա։ Դե լավ։ Իսկ լուծքի ունես։ Չէ, չունեմ։ Վայ, սա ինչ է։ Հիմա արդեն չենք մոլորվի։ Բա ինչ է իր ասում, թե այստեղից ոչինչ չի կարելի վերցնել։ Սա իմն է։ Լավ է գտա, կարծում էի կորցրել է։
Ոչ մի մարդ չի գալիս։ Ուրվական հոչի։ Ուրվականներն անաղմուկ են շրջում։ Ես էլ առաջ չեմ գնա։ Մոտենում են։ Լսում ես, մոտենում են։ Մի վախենա։ Չենք իմանա թե ով էր։ Շուտ։ Զգույշ չընկնես։ Բայց ես ուր չկացավ։ Տես, մարդ չկա։ Բայց ոնց անհետացավ։ Գուցե ոչ ոք էլ չկար։ Կար, ինքս տեսա։ Եկել էր գանձ որոնելու։ Ինչ գանձ։ Երևի են էլի որ քո ծովահիններն են թաքցրել։ Հա դրանց անունները ինչ են։ Մեկը Լեոպարդո Սերոփոն է, մյուսը Ճիզվիտ Կարոն։ Ես եմ անունները դրել։ Կարոն խորամանկ է ու ստոր, մեջքից է խփում։ Այսինքն Ճիզվի։ Սերոփը սուսիկ ունենք, ոնց որ ընձառյուծ։ Դրա համար է Լեոպարդո եմ ասում, իսպաներեն։ Իսպաներեն։ Իսպաներեն գիտես։ Ծովահինների հետ գործ ունեցողը իսպաներեն էլ պիտի իմանա, թուրքերեն է։ Չեմի, քեզանից պիտի վախենայի, մի հատ որ հասցնեն։ Չես հասցնի, ձեռքդ կարճ է, ապրանքը տուր։ Նախ փողը տուր, ես պարապ մարդ չեմ, շտապում եմ։ Գնանք, փողը Սերոփից կստանաս։ Ինչի քարացար, հա? Արի հետևիցս։ Ինչ ես ոտդ կաղկցել։ Կարո ջան, հրամանդ կատարեցի, բերեցի, մենակ թե վախից դողում է։ Էդ ով է վախից դողում։ Բարով ես եկել, նստի, հանգստացի։ Տերենգի, ես էլ ձեր ուզածը։ Դուր տեսնեմ։ Այ ապրես։ Կարգին ապրանք բերել ես։ Հա, եթե մի քիչ էլ մաքուր մեղրամոմ լիներ, թե չէ սա մի բան չի։ Հաշիվդ կտանք։ Չեմ կարա, մաքուր մեղրամոմը հորս է պետք։ Հա, ոնց եք։ Սերոփ ջան, տեսում եմ բերել։ Ձենդ։ Ես գնացի։ Իմ փողը տվեք։ Սերոփ, կհասցնենք։ Գիշերը ցերեկ պիտի անենք։ Էս կիրակի Երևանից ահագին ժողովուրդ կգա։ Ես գնացի։ Նստի։ Կարո, մեզ մի կարգին օգնական է պետք։ Էս Տիգրանը մեզ չի ուզում օգնի։ Ինչքան ենք պարկ։ Երևի մի ռուբլի, բայց թե կիրակի օրն էլ որ օգնի, 5 ռուբլի կտամ։ Տիգրանը կդառնա միլիոնատեր։ Բայց թե չհամաձայնվի, մի ռուբլի էլ չի ստանա։ Ախր մենք պայմանավորվել ենք։ Դու սրան ճապոնական ձևով չես մշակել, հա? Խեղճ տղա է, չի դիմանա։ Կդառնա 2 կտոր։ Սկզբում համոզիր, բացատրական աշխատանք տար։ Տիգրանը հասկացող տղա է։ Հիմա կհամոզենք։ Ար, սա կոչվում է ճապոնական հնարք։
Էս հարվածին կերանն էլ չի դիմանա։ Յա։ Հասանք։ Քո ուսի մնան չենք հասնում։ Արի Սերուջան։ Այսօր Կիրակի է, թանկ կծախես։ Հատը 85 կոպեկից պակաս չտաս։ Թող լինի մի ռուբլի։ Մի ռուբլով ծախելն ավելի հարմար է։ Խելոք։ Որ մի ռուբլի ասես, չեն առնի։ Առևտուրը պիտի խելքով անես։ Թե չէ կվնասվես։ Բերանդ փակ չնստես։ Ապրանքդ կգովես։ Հիշիր ինչ եմ ասում։ Ու փողերը երեկոյան կբերես։ Չմոռանաս։ Կմուծես։ Խաղալիք է, մեղք է կավում։ Էս կրակի մեջ հալվելով, արդյունք թափելով մեղք է կավում։ Դա է սրա նշանակությունը։ Ինչ արժի։ 85 կոպեկ։ Քաջիկ չառնեք։ Այ կնիկ, 1000 ասել եմ ամեն դատարկ բանի փող չեն տա։ Ուրեմն Քրիստիկի համար ափսոսում ես։ Էդ ես եմ ափսոսում, Քրիստիկից ցավը տանեք։ Ասում ես ինչ արժի։ 85 կոպեկ։ Հեն ասա մի ռուբլեն ինչ 85 կոպեկ։ Սպասես, ավելի լավ չի։ Ինչ մի ռուբլի, սպասեք մանր է տա։ Քեզ բայ։ Էդ չի։ Վերցրու։ Չէ, Երեխից ցավը տանեմ։ Կրակի մեջ հալվելով, արդյունք թափելով մեկ։ Դա է սրա նշանակությունը։ Լսի, ես ինչ գործ ես, այդ տղա։ Որ շուկայում չես, քեզ ով է թույլ տվել այստեղ առևտուր անել։ Ինքս եմ սարքել ընկեր միլիցիոներ, ինքս էլ ծախում եմ։ Ես սարքել ես լավ ես արել, բայց դրա համար շուկա գոյություն ունի։ Տարընտեղ էլ վաճառ է, սա կուլտուրական հանգստի վայր է, չէ։ Ուրեմն այս շոկին դրանք շուկա ասենք, հա? Ապրանքը պիտի գնորդին մոտեցնել։ Բայց ինչ են ասում սերվիս։ Ինչ են մի գլուխ թերթերում գրում։ Այստեղ մեզ համար շատ հարմար է, թող այստեղ էլ վաճառի։ Ինչ ես կապել։ Չես էլ ամաչում։ Թող այստեղ էլ վաճառի։ Սերվիս դելնի։ Լավ ես անում։ Մենք ում ենք պատկեր։ Վերցեք, համեցեք։ Համեցեք։ Մի ռուբլի արժի։ Վերցեք։ Շատ շնորհքով կայել։ Իր ձեռքերով եք հանդակել։ Վերցեք։ Ինչ արժե։ Համեցեք։ Ներսեք ինչ Մի ռուբլի։ Մի ռուբլի վերցեք։ Համեցեք։ Ահա, հիմա։ Համեցեք։ Բայր։ Փողը տվեք։ Հիմա։ Խնդրեմ։ Վերցրու։ Գնացեք։ Համեցեք, վերցեք։ Մի ռուբլի արժի, համեցեք։ Համեցեք, ասում ինչ արժի։ Մի ռուբլի, խնդրեմ։ Վիգրան։ Համեցեք, քանի հատ վերցնենք։ Ինչ ես անում այդտեղ։ Համեցեք, վերցրեք։ Ինչ մարդ ասես չի գալիս։ Ինչի այդ մարդկանց չես հավանում։ Հավանելու բան են, ամեն կողմից հավաքվում են, աղբը թափում, իրենց անունները գրում են այդ բանկի պատերին ու դրանց պատճառով էլ արի ու առևտուր արա։ Էլ ոնց կլիներ դրանց պատճառով։ Վայ, այն մարդը, այն ուրվականը։ Ինչ մարդ։ Այն որ ամրոցում տեսանք էլի։ Ուր է գնում, արի վազենք նրա ետևից։ Արի վազենք շուտ։ Որտեղ փնտրենք այդ ուրվականին։ Գիտես ինձ թվում է այստեղ մի բան կա։ Հիմա ինչ անենք, հա։ Եսիմ։ Հա, հիշեցի։ Ես պետք է Լեոպարդո Սերոփոյին տեսնեմ։ Այստեղ մոտիկ է ապրում։ Սուլից սարքով Գլասևոս պապի տան մոտ։ Գլասևոս պապն ով է։ Գլասևոս պապը ժամանակին իսկական բրուտագործ է եղել, հայտնի վարպետ։ Իսկ հիմա վիճակախաղի տոմսեր է վաճառում։ 10 տառնողին մի սուլիչ է տալիս։ Կավից սարքած, հենց սուլում է ստի նման ծլվելում է։ Հետաքրքիր է։ Ուզում ես տեսնել։ Ահա։ Ետ մի մնա, ուշանում ենք։ Տիգրան, Վայ, ուրվականը։ սա քոնն է։
Վերցրու վառիչդ։ Իսկ Շնորհակալություն։ քո անունը Նվարդը։ Որտեղից գիտեք։ Ինչպես թե։ Չէ՞ որ ամրոցում հանդիպեցինք։ Դուք այնտեղ կարծեմ գանձ եք փնտրում։ Եկեք ծանոթանանք։ Իմ անունն է Նաթանայել։ Մի քիչ արտասովոր անուն է, բայց դուք իսկ կարող եք պարզապես Նաթ անվանել։ Ասենք, ինչպես ես Նաթ կամ որտեղից ես եկել Նաթ։ Իսկ որտեղից եք եկել Նաթ։ Ոչ թե որտեղից եք եկել, այլ որտեղից ես եկել։ Հին ընկերոջ պես։ Ավելորդ պաշտոնականություն չեմ սիրում։ Սովորական, պարզ, անկեղծ։ Իսկ որտեղից եկար Նաթ։ Վերցրու Նաթ, նվեր եմ տալիս։ Սա քեզ։ Իսկ սա քեզ։ Իսկական երեխա։ Ինչ ես անում այս քաղաքում, Նաթ։ Ես։ Այստեղ ես չես։ Ոչ։ Երկար ես մնալու այստեղ։ Ոչ, մի 10 օր։ Վաղուց էի ուզում այս կողմերում Երևան։ Բայց ով ես դու։ Ով եմ ես։ Ես այնպիսի մի մարդ եմ, որ սիրում է հանելուկներ լուծել եւ երբեք չի հոգնում որոնելուց։ Արդեն ժամը 6-ն է, ես պետք է գնամ։ Բարեկամները չեն նեղանում, երբ նրանցից որևէ մեկը շտապում է։ Բայց մենք ելի կհանդիպենք, չէ՞։ Իհարկե, անպայման։ Եթե կուզենաք հենց վաղը այստեղ կամ ոչ, մյուս օրը ժամը 3-ին։ Համաձայն եք։ Այ, ինչ եմ ասել։ Ապրում ես աշխարհում ու չգիտես, որ այնպիսի բարեկամ ունես, որին պարզապես կարելի է ասել։ Ո՞նց ես, Նաթ։ Կամել, մենք քեզ շատ ենք հավանում, Նաթ։ Ամենք այդ Նաթի հետ չենք ծանոթանալու։ Այդ ո՞նց կլինի։ Ուրեմն Տիգրան ու Նվարդը ճանաչեն, իսկ Լեոպարդո Սերոպն ու Ճիզվիտկարոն անծանոթ մնան, հա։ Լավ է։ Լեոպարդո Սերոպը ու Ճիզվիտկարո, այսինքն այդ ո՞նց հասկանանք։ Էս Սերոպը, էս էլ դու։ Նվարդն ասած։ Միշտ ապիր։ Դեռ կաց։ Մենք քեզ դեռ սուլի չենք տալու։ Թող քեզ մնա։ Դու այդպիսի բաներ շատ ես սիրում։ Սպասի։ Նարեկ, Դավիթ, տեսա՞ք ինձ ոնց վիրավորեց։ Հլկած։ Նարեկ, սրան ոնց մշակել։ Հին ընդկականով, հա։ Չի։ Սպասեք, ինչ եք անում, ախր դա անազնիվ է, չէ որ դուք երեքով եք։ Գրպանում ու դետ ինչ կա։ Հիմա կտեսնես։ Կարո ջան, թե որ վարիչը մեզ տա, առանց հին հնդկականի էլ յոլա կգնանք, չէ։ Սերոպ, ախր վարիչը կախարդական է։ Հա, կախարդական, հլա մի սպասեք։ Վայ, նական։ Կախարդականը։ Էդ էլ մեր ընկերությունը։ Ընկերություն։ Ափսոս չի ծովի օրենքը։ Ճիշտ են անում, որ կանանց չեն վերցնում նավի վրա աշխատելու։ Տիգրան։ Կանչում, չեք լսում։ Դու որտեղից ծլեցիր։ Ծլեցի էլի։ Ինչ իմացար, որ էստեղ եմ։ Քեզ ով ասաց։ Նվարդն ասաց, որ այդ կողմերում ես, եկել ես գանձ փնտրելու։ Գտար, թե չէ։ Խելոք, գանձը գտնելուց հետո էլ ինչի եմ փորում, հա։ Բայց լավ հասցրիր այդ Սերոպին։ Ես կարծեցի կմեռնի։ Բա դու նրանց ընկերն ես, ինչի ես ուրախանում։ Ինչ ընկեր, ինչ բան, վախից էի ընկերանցել։ Բա ինձանից չես վախենում։ Դու իսկի նրանց պես չես։ Դե որ եկել ես Արմիքիչ էլ դու գործ արա։ Այ տղա, կլուն խփել էլ չգիտես։ Ես քոպես ուժեղ չեմ։
Տանպանիրն ինչ անուշ հոտ ունի։ Մեր տանպանիրն ուրիշ տեսակ է։ Միունարի, ձեոնք էլ են այսպես սարքում։ Սպասիր։ Թիակը տուր։ Հիմա ես ուտեմ։ Կեր։ Տեսնեք, սա ինչ է։ Սաղավարտ։ Սաղավարտ է։ Հին դարերից։ Պատմական։ Տեսնես, որ մի իշխանն է գլխին դրած կռվի գնաց։ Իշխան։ Բա ինչ գիտես, սա մի 200-300 տարվա պատմություն ունի։ Այդքան հին։ Գուցեև ավելի հին։ Չես տեսնում, չի մաքրվում։ Բա ոնց են հագնում։ Հիմա կտեսնես։ Եկ այստեղ։ Ահա։ Գնացինք։ Տիգրան, դու իսկական գիտնական ես։ Կարճապի։ Ճիշտ եմ ասում։ Գիտես ինչ տղա ես։ Համուժեղ, համխելոք։ Կեղծավորություն մի անի, ես ոչ սերոքն եմ, ոչ էլ կարոն։ Գնացինք։ Այ այսպես տողարտող պետք է կարդալ։ Ու վերցանել։ Տեսեք ինչ եմ գտել։ Վայ, ինչ լավն է։ Իսկական հնություն է, չէ՞։ Օհո։ Ապա տեսնենք։ Ուրեմն սկսել ես ինքնուրույն պեղումներ կատարել, հա։ Տիգրանն ուզում էր հեռու երկրներում պեղումներ անել, բայց տեսեք մեզ մոտ գտավ։ Ստուգ ենք։ Սա իշխանական սաղավարտ է։ Մոմից սարկած խաղալիք հո չի։ Խոշորացույցը, ուր է։ Ահա։ Այսպես, կարմիր հրշեջ, արտել, 35 թիվ։ Դու էլ գիտես, թե մեծ բան ես գտել ու երևակայում ես։ Այո։ Ուրեմն Տիգրանը սխալվել է։ Հնագետ լինելու համար պետք է լավ իմանալ ժողովրդի անցյալը, շատ գրքեր կարդալ։ Եվ հետո, քո սխալն այն է, որ դու պատահական տեղում ես սկսել փորել։ Պատահականության վրա հույս դնել չի կարելի։ Մինչև դու հող էիր քչփորում։ Նա թե այն տեսակ հայտնագործություն է արել, որ նա թե համոզված է, որ մեր նախնիները մոտակայքում մի շատ արժեքավոր բան են թաքցրել։ Այո, համենայն դեպս այդպիսի ենթադրություն ունեմ։ Հիմա եկեք մտածենք, թե ինչ գաղտնիք կարող էին պարունակել հին դասական հայերենով գրված այս տողերը։ Այսպես։ Ժամանակակից հայերենով այսպես կլինի. Եվ արհավիրքից փրկեցին եւ թաքցրին համբերություն տուր մեզ Տեր եւ տոկունություն, որպեսզի։ Հիմա եկեք մի փոքր տրամաբանենք։ Արհավիրքից փրկելը ու հետո թաքցրել։ Այսինքն Պարզ է։ Թշնամիները հարձակվել են ու նրանցից բան են թաքցրել։ Ես ու Կարոն ամբողջ ամրոցը տակնուհրա կանենք ու կգտնենք։ Ոչինչ էլ չեք գտնի։ ինչու։ Որովհետև ամրոցում ոչ մի բան էլ չէին կարող պահել։ Ինչից ենթադրեցիր։ Ախր թշնամին առաջին հերթին հենց ամրոց է ներխուժել։ Թալանել է ու ավիրել այն։ Չէ, թանկ բանը ուրիշ տեղ պահած կլինեն։ Ես էլ եմ այդպես կարծում։ Դու կգաս մեզ հետ փնտրելու։ Չէ, Ինչու։ ժամանակ չկա։ Սովխոզում հորս պիտի օգնեմ։ Վերքը մնում է ու փչանում։ Այդ ճիշտ է, հայրս էլ է բողոքում, որովհետև մեքենա չեն տալիս։ Հա։ Ինչու։ Մեքենայի եղածն ինչ է որ չեն տալիս։ Ես ինչ գիտեմ, չեն տալիս։ Մեքենաները Թուդուկյանին են ենթարկվում, ոնց ուզում անում է։ Ուրեմն այսքան ժողովրդով ապա մի Դուդուկյանի հախից չեք կարողանում գալ։ Կատակ ես անում։ Ոչ։ Ես չեմ կատակում։ Բոլոր հետախույզները վերադարձան։ Չէ, մի երկուսը դեռ կա։ Աշոտ 46 բեռնատար է Երևանի գնում կահույք բերելու։ Շատ լավ։ 80-15-ը գնում է ամառանոցի շինարարություն։ Ականջներդ կփոկեմ, հրդրատես։
55-ին գերան են բարձր։ Երեկվան ինչ են դատարկում։ Հա? 55-14-ը ումն է։ Մերն է։ Հիս աուֆիտների կա։ Ինչ կա։ 21-69 դաշտ է գնում։ 21-69-ը ճիշտ է անում։ Հաշվենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Հուրրա! Առաջ! Համարձակ! Առաջի խումբ, ձախից։ Երկրորդ խումբ աչի։ Ոչ մեկիդ թույլ չեմ տա։ Հրասածը։ Սպասեք, չեք պա։ Ինետերից առաջ։ Սպասեք, կանգնեք։ Տեսու եք գնում, կանգնեք։ Կանգնեք էլի։ Այ, տեսել եմ, դրանց ոնց է փաշում։ Տեսու, տեսու։ Այ, սև որտեղից դուրս եկա։ Դու կանգնեք, դու կանգնեք։ Սպասեք, Առաջ։ Վայ, չեմ դիմանում սերով, հիմա կպայթեմ։ Այ։ Էս էլ ձեր փողը, 20 ռուբլի։ Վերցրեք։ Ո՞նց է։ 20 ռուբլի։ Այլի 20 ռուբլի էդ ո՞նց։ Մի կինոքն ես ծախելու։ Մանրը չէին վերցնում։ Ասում ես մանրը չէին վերցնում։ Իսկ այդ ինչ կիներ, որտեղից լույս ընկավ։ Չգիտեմ։ Եղած չեղածը ծախեց։ Սերոբ, դու սրանից բան հասկանում ես։ Ինչի։ Կարող էիր, չէ՞, 17-ը բերել, իսկ ավելցուկ 3 նոցը պահել քեզ։ Ուրիշի փողը ինչ ես է պետք։ Բահ, ուրեմն դու այդքան ազնիվ ես, հա։ Հələ մի ներս արի։ Լսիր, Սերոբ, սա չի փչում։ Էն էլ ոնց։ Բա մնացած փողն ուր է։ Ոնց թե։ Բոլորն եմ բերել։ Հաստատ տակով է արել։ Ազնիվ խոսք, բոլորն եմ տվել։ Սա ոնց որ մեզ չի հասկանում։ Սրա ինչին է պետք իր բաժին փողը։ Հեռադիտակ եմ առնելու։ Գուցե աստղադիտակ։ Լավ, կարճ կապենք։ Այն մնացած փողն էլ կբերես կտաս։ Ու քո ազնվության համար 6 ռուբլի, չէ, 7 էլ կստանաս։ Պարզ հաշիվ է, տակով է արել, դրա համար էլ ուշացավ, կես ժամ եմ տալիս, գնաս գաս ու ապացուցես, որ ազնիվ ես։ Չեք հավատում, 5 ռուբլիս էլ մի տվեք։ Էլ ձեր հետ ինչ խոսեմ։ Սերոբ, լսեցիր, իր բաժինի չի ուզում։ Լսեցի։ Իսկ ինչի հրաժարվում։ Չգիտեմ, որովհետև հիմար է։ Դու հիմարը դու ես։ Ով գիտի ինչքան է տակով արել, որ հիմա իր 5 ռուբլին էլ չի ուզում։ Ափսոս, շատ ափսոս։ Ես էլ կարծում էի մեր Տիգրանը ազնիվ է։ Ես գնացի։ Կարո, իսկ գուցե Տիգրանը նեղացել է, հա, որ չենք հյուրասիրել։ Արի Տիգրան ջան, արի։ Կեր, հա։ Կեր, Տիգրան ջան, կեր։ Կեր, հայտե, կեր։ Համով չի։ Հիմա կբերես։ Հիմա կբերես։ Տիգրան, այսօր մի տեսակ ես երևում, հոբան չի պատահել։ Մտածում եմ, մարդ սխալվելու իրավունք չունի։ Իսկ ինչ ես արել։ Ոչինչ, հենց այնպես եմ հարցնում։ Հենց այնպես։ Ինչու՞ չէ։ Մարդ կարող է սխալվել, բայց հենց որ զգաս թե սխալվել է, այլևս իրավունք չունի սխալը շարունակելու կամ կրկնելու։ Օրինակ տես ամեն տարի նույն պատմությունն է։ Բերքի ամենաթունդ ժամանակ սխալվում են ու մեքենա չեն տալիս։ Գիտեմ, բերքն էլ այդպես փչանում է։ Հա, նույնիսկ ժամերը նշանակություն ունեն։ Մարդիկ կան, որ չարչարվում են, տանջվում, հավաքում են բերքը, մյուսները միշտ սխալվում են։
ու անընդհատ սխալվում։ Դա էլ ինչ սխալմունք։ Չէ, դա սխալմունք չէ, դա հանցագործություն է։ Չգիտես դրանց գլխներին տաս։ Ինչ անես։ Բա ինչի գլխներին չես տալիս։ Դու ուժեղ ես, չէ՞։ Դու երևի կախարդական թալիսման չունես։ Ահա։ Խոտը չի վառվի։ Չեմ էլ ուզում որ վառվի։ Արդեն մի ժամ կլինի, չէ՞ որ սպասում ենք։ Ափսոս, մենք էլ պետք է Նաթի հետ գնացած լինեինք։ Հիմա այնտեղ ոչ ոք չի գնում։ Ասում են առաջներում ներքև տանող անցուղիներ են եղել։ Հետո քանդվել են։ Նաթը լապտեր ունի։ Իսկ դու արդեն վախեցար։ Չեմի, վախեցար։ Ախր այդ փոսերում իսկապես առնետներից բացի ոչ մի հետաքրքիր բան չկա։ Դու ինչ գիտես, որն է հետաքրքիր, որը ոչ։ Գիտեմ, այ որ հեռու երկրներ գնանք, պեղումներ կսկսենք։ Քո նավով։ Չես ուզում, նավով չեն գնա։ Մի ուրիշ բան կմտածենք։ Ու այնպիսի գյուտ կանենք, որ Սերոբն ու Կարոն նախանձից կպայթեն։ Ուզում ես քո թալիսմանի ուժը ստուգենք։ Ուզում ես 3 անգամ վառեմ, ու դրանից հետո եթե Նաթը գանձ գտած գա, ուրեմն քո թալիսմանը իրոք կախարդական զորություն ունի։ Ինչ գանձ, ինչ բան։ Հիմա կփորձեմ։ Նաթանայել, գանձերը բեր։ Տեսար։ Նավար! Տիգրան! Հետ մենքի շուտ։ Լավ։ Հեյ Նաթ, գալիս ենք։ Տիգրան! Նավար! Գանձ է։ Ապա։ Ահա, Տեսնեմ։ ապա մի Սա ինչ է որ։ տեսեք թե ինչ եմ գտել։ Ես էլ կարծեցի իսկական գանձ ես գտել։ Թանկագին քարեր, ուլունքներ ոսկի։ Իսկ ով ասաց, որ իսկական գանձը միայն ոսկին է։ Եթե այս պատարիկները այն են, ինչ ես ենթադրում եմ, ապա սրանք ինչ ունեն։ Իսկ սրանք ինչ թղթեր են։ Մագաղաթ է։ Այո, մագաղաթ է եւ ոսկուց էլ թանկ։ Ինչ է նկարված։ Ինքներդ ուշադիր նայեք, ապա Տիգրան, Իսկ հասկանան, ուշադիր պետք է որ։ սա մեր վանքն է։ Իհարկե մեր վանքն է։ Հաստատ մեր վանքն է։ Մեր վանքն է։ Սպասեք։ Մեզ կարծես հետևում են։ Հա, սա Կոլոտ Դավիթն է։ Իր օգնականի հետ։ Վանքի շինարարությունը ավարտվել է 14-րդ դարում։ Հետևաբար, մագաղաթն էլ պետք է այդ ժամանակներից մեզ հասած լինի։ Հիմա դրանք հետը տանելու ես Երևան։ Գիտնականներին ցույց տալու։ Իհարկե։ Ով գիտի ինչ զարմանալի գաղտնիքներ կան դեռ այստեղ։ Այս պատարիկներն ինչ որ շատ կարևոր բան են հուշում։ Իսկ ինչ են հուշում։ Օհ։ Դե պարզ է որ նրանք երկնքից չեն ընկել։ Հա, իհարկե։ Ուրեմն մենք այստեղ կարող ենք հայտնաբերել նոր մագաղաթե մատյաններ, անհայտ ձեռագրեր։ Դուք էլ մտածեք։ Գուցե միասին փնտրենք։ Փնտրենք։ Հա, իսկ քեզ որտեղից գտնենք Նաթ։ Ես ապրում եմ Գլասևոս պապի մոտ։ Բաբսոս չես բերքը։ Ձերից գնումա։ Ես ինչ մեղք ունեմ։ Օրական, թողել է մի ավտոտան։ մեքենա եկող Իմս էս մեկն է։ Ինչ անեմ։ Բաս ես գործ կլինի այմա։ Հետաքրքիր մարդ ես։ Օրը արդեն ճաշտ առավ, հլա դեռ բան չենք արել։ Միրգն էլ արևի տակ ճոլորեց մնաց։ Էս տարվա դեղցն էլ լավն է, դուդուկյանին էլ ասինք։ Դուդուկյանի ակի տես գա է։ Ավտոն էլ խո դեղ չի որ ջրես ու շատանա։ Թե խատրին էլ կպակ էլ ավտո երես չեք տենա։ 1000 տարի մնա ավտո չի տա։ Ահա։ Դե գնացեք։ Ասողին լսողա պետք, տեսնում ես, ոչ մեկի պետք չի։ Դե դրան ինչ ես ասում է այ մարդ, գնա պետին բողոքի։ Ստապ։ Տիգրան, ես այստեղ եմ։ Տիգրան, ես էլ եմ ստեղ։ Տիգրան ջան, այսօր մնացիր, ես քեզ համար սուլիչ էի պատրաստել։ Կարո։ Հա, Ես քեզ 2 հատ սուլիչ տվեցի, չէ՞։ 2 հատ։ Մեկը Տիգրանին կտամ Գլասևոս պապ, իմն էլ իրան կտամ։ Օ։ Որ պարտքի տակ չմնամ։ Ապրի մեր Կարոն։
Ես գնացի, հյուր ունեմ։ Այն գործի համար քանի մեքենա ես տալու։ Ուշացանք է։ Բարև ձեզ։ Ընկեր Դուդուկյան, մենք ուզում ենք լուսանկարել ձեզ։ Լուսանկարել։ Իսկ դուք ով եք։ Մենք երիտասարդական ջոկատի անդամներ ենք, օգնում ենք յուղի աշխատավորությանը բերքահավաքի գործում։ Հարութ։ Աջան։ Տեղյակ ես։ Ես եմ ընկեր Դուդուկյան, դուք տենց իրավունք տվել եք։ Ինչ իրավունք, այդ տղա ինչ իրավունք։ Ես ոչ մի բանից էլ տեղյակ չեմ։ Ուրեմն ասում ես երիտասարդական ջոկատ եք, հա։ Եկել եք օգնելու։ Այո։ Եվ ձեր մեքենաները ցուցակագրված են։ Գլխներս ռևիզոր ես դարել այ ընկեր։ Սպասի։ Ադբոյ։ Էդ ինչ ցուցակ է։ Մեքենաների, որոնք պետք է աշխատեն սովխոզում։ Այդ տղա ինչ եք ուզում, կոնկրետ։ Մենք ուզում ենք հետևել ձեր եռանդուն աշխատանքին եւ ըստ արժանվույն հոդված տպել որևէ թերթում։ Ընկեր Դուդուկյան, հələ մի տեսեք ես ինչ անես կապը կտրացները, տեսեք է, հետո ոնց պետք է աշխատենք, հա, ոնց։ Տեսնում եք ընկեր Դուդուկյան, ինչ պարտավորություններ են վերցրել երեխաները ձեզ հետ միասին։ Այս մեքենաները զբաղված են։ Այս մեքենաները ազատ են, կարող եք ինքներդ համոզվել, ահա։ Մի քիչ շատ չեղավ այ ընկեր։ Երեք չի գործից կտրել։ Ընկեր Դուդուկյան, բերքը տեղափոխելու համար ավտոշարասյունը պատրաստ է։ Ուսով այս սրանցից պիտի վախենաս։ Իսկ հիմա եկեք բոլորս միասին լուսանկարվենք, ահա այստեղ, խնդրեմ։ Երեխաներ, բոլորն այստեղ լուսանկարվելու։ Սերով, կարո։ Ողջունում եմ պիոներներին։ Բոլորս շրջապատում ենք ընկեր Դուդուկյանին։ Այդպես։ Լավ բալիկներ են, Լավ է։ Վաղանարի նկատվենք։ Հիմա գալիս եմ։ Բոլորը շփվում ենք, ժպիտ, բոլորը մոտեցեք իրար, խմբվեք։ Այդպես։ Օ, այդ ակնոցները ձեզ շատ են սազում, ընկեր Դուդուկյան։ Գիտե։ Դուդուկյան, որոշեցիք անձամբ մասնակցել։ Վերցրեք, ես էլ բարձեք։ Ու իմացեք, որ ընկեր Դուդուկյանը երեխաների համար բան չի խնայում։ Վաղուց էր պետք։ Այդ տղա կարծում ես միայն իմ հիմնարկում թերություն կա։ Գյուղի գործը ինչ է, հեշտ է էլի, իսկ մեքենան հոմիրք չի, ինչքան էլ ջրես չի ավելանա։ Կավելանա։ Կավելանա։ Հաստա։ Հա։ Ես ջահելներդ շատ եք ձեզ վրա վստահ, հա։ Ոչինչ, մեր ուժն էլ տեղն է, ոչինչ։ Էդ քո կախարդական վարիչը չես ծախի, այդ ծախելու համար չի։ Սերով, ինչ ես կարծում, ես մեր տղեն շատ չի բացվե։ Ոչինչ, կփագենք։ Կարո։ Տիգրա, սպասի, ինչ եք նորից իրար կապել։ Ճաշը տեփենք։ Դու ինձանից նեղացել ես, հա? Ես ուզում էի ձեզ հաշտեցնել։
Դրանց մասին ինձ հետ մի խոսի։ Չեմ ուզում։ Ոչ էլ դրանց հետ բան կգտնես, որովհետև դրանք հասարակ ծովահեններ են։ Իսկ ինձ հետ կհաշտվես։ Իսկ դու ուզում ես։ Հա, ուզում եմ։ Անահիտ ջան, անցյալ տարվա փակածը ստուփը շատ լավ ստացվեց։ Տիգրան! Տարի ոնց կլինի։ Իմն էլ է լավ ստացվել։ Տիգրան, քեզ համար նամակ եմ բերել։ Այդ նամակը ծամի ու կուլտուր։ Այս նամակը կուլ տալու չի, նաթից եմ բերել։ Ասա չտա պատասխանը կբերես։ Տես գրա մեքենայով տպված է։ Ինչ իմացար։ Ծրարը փակ է։ Ես կողքին կանգնած էի, երբ տպում էր։ Սիրելի Տիգրան, քեզ հետ կարևոր գործ ունեմ։ Արի հանդիպենք ամրոցի դիմաց ժամը 2-ին։ Քո բարեկամ Նաթ։ Այ քեզ բան։ Այսօր առավոտյան հանդիպեցինք ու մինչև փոստը գնացինք։ Բա ինչու ոչինչ չասաց։ Երևի մոռացել է։ Հիմա ինչ գալու ես թե չէ։ Դե որ կանչում է կգամ։ Նաթը կգա, չէ։ Նաթին չի հիշեցիր։ Չլինի նամակ է ստացել։ Էդ դուք եք գրել, հա։ Կամած կգլորվեց թաստեղ չի բնա։ Քեզ ասել էինք, չէ, որ հախիցդ կգանք։ Թող իմանա։ Էդ ուր էիր մեզ մենակ թողել ու արանքը ճղել։ Տղեր ջան, մի բան ասեմ, հա։ Ախր Տիգրանը մեղք է, վայ թե հանգարց խեղդվի։ Ես հա, ավել պակաս դուրս չտաս։ Ինչ եմ անի Կարո ջան, բայց որ խեղդվի։ Չի խեղդվի։ Թող մի ժամ մնա, շատ էր վեր թռնում։ Վաղվանից բամբակ կդառնա։ Ոսիկերա դուրս կգա։ Կաշեք ինձ, գոնե մի ձայն անեք։ Վայ, փոքվեց։
Ay, շոքեցի։ Սերո, գնանք անենք, թե մի քիչ էլ թող չարչարվի։ Հերիք է։ Սրանից հետո կիմանա, թե ում հետ Հիմա արդեն բեխերով ես ման գալու։ Մոռացել էի։ Սերոպ, Հերմինայի։ Այ, ես ինչ է։ Ինչ անենք։ Դու ես մեղավոր։ Շատ մի խոսի, հանգցրու։ Դու ես մեղավոր, հիմար։ Դե վիճարարա։ Հիմարը դու ես։ Լամպը ես շպորտեցի։ Դե մի բան արա։ Ինչ անենք, վայ մամաջան։ Այս վերակը մենակ չենք կարող հանգցնել։ Գնալ ուր դու։ Շուտ արա, մի կանգնի։ Տիգրանի մասին էլ ասա, շուտ արա։ Բոլոտ։ Տիգրանի ձենը, չի։ Տիգրան, էդ դու ես։ Ես եմ գլասևոս բակ, Տիգրանում։ Այդ ոնց ես էդտեղ ընկել։ Հակառակողմից մտա։ Ամրոցի մոտերքով, արդեն 2 ժամ է դուրս գալու տեղ են փնտրում, ու չեն գտնում։ Միջար արա գլասևոս բակ, նաթին լուր տուր, որ բան են գնել։ Հոսով աշես Տիգրան։ Հովա դու ձեռը չես վնասել, բալաջան։ Չէ, նաթին կանչի։ Նաթ, շուտ հազիր։ Այնտեղ պարկի մեջ գտած շունչի կտրում է։ Ում շունչն է կտրվում։ Տիգրանի, ամրոցի մոտի փոսում կապել, մենակ են թողել։ Շուտով կմտնի, գնանք ազատենք կատիկ չխեղդվեն։ Տիգրան, որտեղ ես։ Նաթ, գտել եմ։ Ես կողմարի։ Ասում ես գտել ես։ Հա, գտել եմ։ Որտեղ է։ Այ, այնտեղ շատ խորն է։
Պարանը կարող ես բռնել։ Ահա։ Վերցրու արի։ Արի։ Պինդ կբռնես։ Անոք մնա։ Գանիս եմ Տիգրան։ Այդտղա չընկնես։ Նա, իս կողմով իջիր, դեպի ձախ, զգուշ, դեպի ձախ։ Դուր։ Նատ, իմ սիրելի Նատ, Նատ։ Տեսել էիր։ Հա, ոնց ես։ Հոբան չի պատահել, ամեն ինչ լավ է։ Նատ, ես իմացա թե ինչ է քո Իսկ ով ես։ Քեզ հերոսի պես պայեցիր։ Ծունգա գլխից սերոբ։ Ցենատ։ Մի քիչ էլ դնեմ տղա ջան։ Ես եմ դուրել եմ։ Ամ պետքի մեկա։ Ինչ է եղել։ Հա։ Ինչ ես կպել։ Եթե այդքան անհանգստանում ես, մի քիչ էլ ինքդ զբաղվիր։ Ամբողջ օրը ընկած ես գործով։ Սուս ամա, սուս տոմի խոսքել ես ասեմ։ Ասա։ Զարմանալի մարդիկ են ես կանայք։ Բոլորից շատ ինքն էր հուզվել, որ տղան չկա, իմի պարզվեց, որ մեղավորը ես եմ։ Ուրեմն վաղը գնալու ես։ Հա։ Բա մենք քեզ ճամփու չենք դնելու։ Ինչ իմանամ։ Գուցե եւ ճամփու կդնեք։ Ուրեմն գրքերը տանելու եք մատենադարան։ Ձեր գործն այստեղ վերջացրեցիք։ Ոչ։ Ոչ։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Այս գրքերը դեռ շատ նոր գիտելիքներ են տալու մեզ։ Ոնց թե նոր։ Բա սրանք չեն հնացել։ Ով ասաց։ Ով ասաց։ Մի րոպե։ Հիմա ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Այս տողերը մի աշխարհ են, որ պատմում են, թե ինչպես են մեր նախնիները արյուն, քրտինք թափել հայրենիքը պահպանելու համար։ Իսկ գուցե այստեղ է թաքնված մեր մոռացված դեղամիջոցների գաղտնիքները։ Պատմությունը հաճախ ֆանտաստիկ հայտնություններ է տալիս։ Թշնամին մոտենում է։ Հարկավոր է գրքերը թաքստոց տանել։ Իսկ հետո կարող են գտնել այս գրադարանը, Տիգրան։ Անպայման։ Եթե մենք էլ չգտնենք, ապա մեզանից հետո եկող գոնե մեկը կգտնի այն։ Հիշում ես, թե ինչ էր ասում ուսուցիչը։ Մեր գրքերում է ժողովրդի հիշողությունը։ Սա էլ որպես թալիսման, որ չկորչեն, որ մեզ հասած լույսը չմարի։ Իսկ միթե այդ բոլորը հնարավոր է։ Ով գիտե։
Նավում երկու նավապետ չի լինում։ Մեկը թողասի։ Ավելորդ խոսքերին վերջ տալ։ Բարձրացնել արագաստները։ Հավաքել արագաստները։ Համարձակվում եմ ասել, սր, որ նավում տղամարդիկ պիտի հրամայեն։ Ցամաք եմ տեսնում։ Խեյկը դեպի աջ։ Հորիզոնում ցամաք։ Լրիվ ընթացքում։ Հորիզոնում ցամաք։ Ուրա։ Խալես վարում։ Թող։ Դեպի գանձերի կղզին։ Գանձերի կղզին այս կողմը ես արդեն գտել եմ։ Կտուր։ Հարկավոր է աջ գնա։ Դուր ինձ խալես վարում։ Դեր ինչի համար ես լողում ավելի լավ է։ Ցած իջիր։ Ափսոս, որ ամառը կվերջանա։ Ափսոս, որ նա հրաժեշտ է տալու մեզ։ Տեսնես հաջորդ ամռանը կվերադառնա, տեսնես կկարողանա պարզել հին ամրոցի գաղտնիքը։ Հա, Տիգրան։ Իսկ եթե արդեն պարզել է։ Ոչ թե։ Սա ինչ է։ Հավերժության նշանը։